Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սամվել Բաբայանը ինչու չի այցելում անձամբ ձեզ մոտ, չէ որ այսօր էլ պարոն Շահրամանյանը այցելեց, ինչու ձեր հետ քննարկումների մեջ չէ, որովհետև նա Արցախում եւ Արցախից դուրս գալուց հետո ասաց, որ եթե ես լինեի իշխանության ղեկավար, այսպես չէր լինի։ Ես գիտեմ, թե պետք չի անդրադառնալ առանձին անձերի հետ կախված։ Չեն գալիս կամ ով չի գալիս, խոսքը հարցը իրանց ուղղեցիք, ես վրանդը ստեղ գտնվում, բոլորը սրա տեղը գիտեն, ամեն մեկը իր Ես չեմ ձևաչափում վախել չվախելու, ամեն մարդ իր կողմից, ամեն ներկայացուցիչ իր կողմից այդ հարցերը իրանց ուղղեք, որովհետև մեր ստեղ մեկ օրակարգի հետ կախված են քննարկում անում, մեկ օրակարգի հետ կարանք այդ հարցի պատասխանները տանք։ Պարոն Իսրայելյան, եթե իշխանության պահանջով հերթական անգամ փողոց դուրս գան մարդիկ, ինչ-որ քաղաքական ուժերի առաջնորդությամբ, դուք այս վրանի ներկայացուցիչները եւ արցախցիները առհասարակ դուրս կգան փողոց եւ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը։ Ես գիտեք ոնց այդ հարցը միշտ տալիս են։ Փաշինյանի հրաժարական չէ, տարբեր տեղերով խոսքի ամեն մեկը իր տեսլակետով։ Ես նորից եմ ասում, կա խնդիրներ, այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Մենք այս օրակարգի շուրջ ենք մեր պահանջը ներկայացրել։ Ասեմ, ներկա իշխանությունը որպես պատասխանատու պիտի այս հարցերի հիմնավորած պատասխանները ներկայացնի, չէ՞։ Հիմի դուք ընձևի հարց եք տալիս խոսքի, որ ուզում եք լսեք այդ բառացիորեն այո կամ ոչ, չէ՞։ Մենք ժողովրդի մի մասն ենք։ Ժողովուրդը հանրությունը ամեն տեղ ինչ պայքար լինի, մենք լինելու ենք առաջնագծում, որովհետև այստեղ հարցը որ վերցնում ենք խոսքի այդ օրակարգի մեջ էլ կամ այդ քաղաքական ուժերի կամ ընդհանուր այս իրավիճակում գտնվելու բոլոր հարցերը շատ ծանր են։ Հարց դնելով խոսքի հրաժարական կամ հրաժարական չնելու, դա միասնական ամբողջ միազգովի պիտի գնանք խոսքի այդ պահանջատերը լինելու։ Ուզում ենք հասկանալ Փաշինյանի կառավարությունը որպես Արցախը հանձնած եւ ձեզ տնավեր դարձած կառավարություն պատասխանատու է, պետք է պատասխան կրի։ Այո, բայց այսօրվա պատասխանատու ներկա իշխանությունն է, բոլորը պիտի պատասխանեն այդ հարցը։ Если ներկա իշխանությունը ինքը պատասխանատուն է, բա ինչի համար ենք ստեղ, ինչի համար եք այդ պահանջները։ Պատասխանատու չեն։ Արցախի իշխանությունները նույնպես պատասխանատու են, բայց Արցախի իշխանությունը խոսքի ամբողջովին ժողովրդի հետ միասին այսօրվա իրավիճակում նախագահ այստեղ ներկայանալը կամ էլ իր աջակցությունը ներկայացնելը դա արդեն պատասխան է, որ ինքը չի առանձնանում։ Ինչ պատասխանատվություն ունի պարոն Իսրայելյան, քանի որ Հայաստանի իշխանությունները մասնավորապես մեղադրում են ընդդիմությանը, որ ողջունեցին Սամվել Շահրամանյանի նախագահ ընդունել Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ որ ամեն ինչ տեղի ունեցավ ընդդիմության կապությունների ներքո։ Նայեք, հաշվի առնելով, որ բոլոր այդ հարցերը այնքան խորքային բովանդակություն ունեն, որ հասարակ արցախցուց տենց հարցեր տալով ես կարողա ոչ լավ տիրապետելով այն խորքային մանրամասնությունները ես կսահմանափակեմ խոսքի արձագանքներ ներկայացնելու համար, որովհետև այսօրվա իրավիճակում մենք ստեղ գտնելու, մենք ունենք մեր օրակարգը, ամեն մարդ, ամեն ներկայացուցիչ, ամեն ղեկավար, որտեղ ինչ բաստողումներ արել, թող իրանք այդ պատասխանատվությունը համ կարեն արդարացնեն, համ կարեն ամրագրեն, որ բոլորը հանրության համար լինի հասանելի։ Ես կխնդրեի Սկզբում այս իշխանությունները ավելի շատ էին անհանգստացած, երբ որ սկզբնական շրջանում շտաբ վրանը տեղադրվեց, հիմա ոնց որ այդ անհանգստությունը քչացել է, ինչի հետ է դա կապված, կարող է ձեր այդ հանդիպումներով ինչ-որ մեսիջներ են փոխանցել ձեզ։ Նմանատիպ խոսքի, որ բողոքի ակցիա է լինում կամ հանրահավաքներ է լինում, միշտ սկզբնական շրջանում տենց անում, բայց իրանց կողմից, որ իրանց պատրաստականությունն են հայտնել բանակցել այս հարցերի շուրջ քննարկումներ, որոշումներ կայացնելու համար, մեր կողմից էլ եղել է արձագանք, որ մենք էլ ենք պատրաստ քննարկել, աջակցել։ Այս ժամանակահատվածը դրա վրա ենք աշխատում։ Հիմի որ եկել եմ այդ ձեր ասած երկարացել է ժամանակը կամ էլ ինչ որ մենք էլ ենք այդ նույն իրավիճակում, որ մենք էլ պիտի որոշում կայացնենք, ոնց որ էլ իրանք։ Այստեղ պիտի կառուցողական բան լինի, կառուցողական մոտեցում լինի։ Ես մի քանի օր առաջ ասել եմ, այն տպավորությունն է տալիս, որ իշխանության կողմից այն փաթեթը, որ ներկայացրել են, դա բանի ձևաչափ է, ստեղից ժողովուրդը որ դուրս գալու։ Մերն էլ ստեղ ժողովուրդը մնալու համար։ Դրա համար մենք ուզում ենք գանք մի հատ համաձայնության, որ միասնական
հասկացողություն եմ այդ որոշումները կայացնել։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ձայնին որոշմանը հայտարարությանը այսօր հազարավոր արցախցիներ են սպասում։ Հիմնական ուղերձը խորհրդի այսօր ինչ ունեք ասելու այդ ձեր խոսքի որոշմանը սպասող հազարավոր արցախցիներին։ Հազարավոր արցախցիներից մի մասն էլ մենք ենք, որ ստեղ գտնվում եք, դա պատասխանը նրան է, որ մենք շարունակում ենք այդ պայքարը, մինչև այդ հազարավոր արցախցիների մեր հետ էլ միասին դրական պատասխաններ չստանանք։